Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում իրադարձությունները նորից լարվում են և թվում է ամեն մի փոքր քայլ կարող է մեծ պայթյունի պատճառ դառնալ։ Նկարահանումները շարունակվում են, իսկ սյուժեն աստիճանաբար մոտենում է այն կետին, որտեղ հարաբերությունները կամ կփրկվեն, կամ վերջնականապես կքանդվեն։ Վերջին զարգացումներից ամենակարևորը Նորոյի ու Մագդայի հաշտությունն է։ Երկար ժամանակ նրանց մեջ կուտակված լարվածությունը, թյուրիմացությունները և շրջապատի միջամտությունները վերջապես մի պահ մոռացվում են։ Նրանք հասկանում են, որ անկախ բոլոր խնդիրներից իրենց միջև դեռ կա ուժեղ կապ, սակայն հենց այս հաշտությունն է, որ դառնում է նոր հակամարտությունների պատճառ։ Հասմիկը չի կարողանում համակերպվել այդ իրականության հետ։ Նրա ներսում կուտակված խանդը, վիրավորանքը և կորցնելու վախը նրան մղում են ծայրահեղ քայլերի։ Նա հայտնվում է բարում, որտեղ ամբողջությամբ կորցնում է ինքնատիրապետումը։ Հարբած վիճակում նա դառնում է անպաշտպան, և եթե Նորոն ու Էդոն ժամանակին չհասնեին, դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ։ Այդ տեսարանը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է դառնալ մարդը, երբ կորցնում է վերահսկողությունը սեփական զգացմունքների վրա։ Բայց այդ միջադեպը չի հանգստացնում Հասմիկին, ընդհակառակը, նա ավելի է կարծրանում իր որոշման մեջ։ Նա սկսում է ազդել Նորոյի տատի վրա, փորձելով համոզել նրան, որ ոչ մի դեպքում հետ չպետք է կանգնի Նորոյին ու Մագդային բաժանելու մտքից։ Հասմիկը շատ լավ հասկանում է, որ ընտանիքի ավագների ազդեցությունը կարող է վճռորոշ լինել, և փորձում է հենց այդ ճանապարհով խափանել Նորոյի ու Մագդայի հարաբերությունները։ Միևնույն ժամանակ իրավիճակն ավելի է բարդանում Նորոյի հոր Բաբկենի պատճառով։ Բաբկենը կարծես ամբողջությամբ կուրացել է իր չարությունից։ Նրա համար արդեն կարևոր չէ, թե ով է ճիշտ, ով սխալ։ Նրա գլխավոր նպատակը դարձել է մեկ բան՝ թույլ չտալ, որ Նորոն ու Մագդան միասին լինել և վրեժ լուծել Արշակից։ Բաբկենը համոզված է, որ այդ հարաբերությունները սխալ են և պատրաստ է գնալ մինչև վերջ այն խափանելու համար։ Բայց Բաբկենի վերաբերմունքը միայն դրանով չի սահմանափակվում։ Նա նաև չի ցանկանում տեսնել Էդոյին Էլիզի կողքին, և դրա պատճառը ոչ թե Էդոյի անձն է, այլ այն փաստը, որ Էդոն մտերիմ է Արշակի հետ։ Բաբկենի համար Արշակը դարձել է թշնամու կերպար, և նա փորձում է հեռացնել իր ընտանիքից բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են նրա հետ։ Այս ամենի ֆոնին սերիալում սկսում է ձևավորել մեկ այլ կարևոր գիծ։ Ռոբը կարծես պատրաստվում է անել այն, ինչից բոլորը վախենում էին։ Նա մտածում է Ալինային ու Արևին ասել ճշմարտությունը։ Եթե դա տեղի ունենա, սերիալի ընթացքը կարող է ամբողջությամբ փոխվել։ Արևը դեռ ապրում է իր մանկական աշխարհում, չիմանալով իրական կապերի մասին։ Ալինան նույնպես ապրում է իր ցավի ու հիվանդության հետ, չկասկածելով, թե որքան բարդ պատմություն է թաքնված իր շուրջը։ Եթե նրանք իմանան, որ իրենց կյանքում շատ բաներ այլ կերպ են դասավորված, դա կարող է կոտրել նրանց հոգեբանական հավասարակշռությունը։ Միևնույն ժամանակ, այդ ճշմարտությունը կարող է նաև ազատագրել շատերին։ Երբեմն տարիներով պահված գաղտնիքն ավելի վտանգավոր է, քան դրա բացահայտումը։ Սերիալը հիմա հասել է մի փուլի, որտեղ բոլոր հերոսները կարծես կանգնած են ընտրության առաջ։ Ոմանք ընտրում են սերը, ոմանք վրեժը, իսկ ոմանք պարզապես փորձում են փրկել իրենց ընտանիքը։ Առաջիկա սերիաներում սպասվում են հուզական բախումներ, նոր դավադրություններ և հնարավոր մեծ բացահայտումներ։ Մագդայի ու Նորոյի հարաբերությունները դեռ պետք է անցնեն բազմաթիվ փորձությունների միջով։ Հասմիկը չի պատրաստվում հանձնվել։ Բաբկենը շարունակում է պայքարել իր որդու ընտրության դեմ, իսկ Ռոբի հնարավոր խոստովանությունը կարող է դառնալ այն կայծը, որն ամբողջությամբ պատմությունը կփոխի բոլորովին այլ ուղղությամբ։ Ուրիշի ընտանիքը շարունակում է մնալ այն սերիալներից, որտեղ ամեն դրվագ ավարտվում է նոր հարցով, իսկ պատասխանները, ինչպես միշտ, գալիս են ամենաանսպասելի պահին։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է սպասվում հետագա սերիաներում, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է։ Նորոյի հայրը վերադարձել է, որպեսզի նրանց կյանքը ոչ թե թեթևացնի, այլ իսկապես ավելի ծանրացնի։ Նա փորձում է Նորոյին համոզել, որ Արշակին ու նրա ընտանիքից հեռու մնա։ Բայց բնականաբար Նորոն չի կարող, քանի որ նա փորձում է արդարացնել բոլորին։ Այնքան մեղքի բաժին, ինչքան որ
Արշակն ունի, հավասարապես մեղքի բաժինը կրում է նաև իր մայրը, այդ մասին Նորոն ասել է տատին, սակայն նրանք չեն փորձում նույնիսկ հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչու է այս ամենը կատարվում։ Մայրը, ով մեղադրում է Հարսին ու Արշակին դավաճանության մեջ, մոռացել է, որ ամենամեծ մեղքի բաժինը հենց իր որդին է կրում, չէ՞ որ տարիներ առաջ հենց իր որդին է առաջինը լքել իր ընտանիքն ու մեկնել արտերկիր, որտեղ ունի իր ընտանիքը և իր երեխաները, բայց նա փորձում է մեղքի բաժինը բարդել այլ մարդկանց վրա, որովհետև այդ կերպ ավելի հեշտ է ապրելը։ Տատը մոռացել է, որ տարիներ շարունակ երեխաներին մեծացրել է հենց Արշակի ուղարկված գումարներով ու բնականաբար դրա մասին նույնիսկ չի խոսել Նորոյի հետ։ Նորոյին պարզ չէ, թե ինչ գումարներով են մեծացել իրենք։ Բայց ամեն ինչ դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունն առաջինը տեղեկացված լինելու։ Միացեք մեր ալիքին ու շատ շուտով կտեղեկանաք, թե ինչ է սպասվում հեռուստասերիալի հետագա սերիաներում և ինչ նոր ու հետաքրքիր բացահայտումներ են լինելու շատ շուտով։